Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իշխող քաղաքական վերնախավի հայտարարություններից կարելի է դուրս բերել այդ թեզը, որ ավելի շատ ռուսներն են սադրում ատելություն թուրքերի նկատմամբ, քան պատճառներ կան իրականում պատմականորեն։ Մենք այդքան խելք չունենք ինքներս հասկանանք, թե մեր հետ ինչ է պատահել եւ Ռուսաստանը մեզ պիտի ատելություն։ Դուք որտեղ եք դա նկատում։ Որ սովետի ժամանակ համալիրն է կառուցել ցեղասպանից։ Մենք երբ է կառուցվել։ Դա իրականում ես սա եւ անլուրջ եմ համարում եւ առաջերտին անհարգալից վերաբերմունք հենց հայ ժողովրդի նկատմամբ։ Տեսեք, դուք Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության հետ կապված շատ ընդգծեցիք։ Ինչ է ասում իշխանությունը։ Ասում է Ռուսաստանը Հայաստանում հիբրիդային պատերազմ է սկսել։ Ասում է, որ Ռուսաստանը մեզ մենակ է թողել Ադրբեջանի հետ ագրեսիայի դեմ։ Ավելին, ասում է, երբ որ մենք հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված հարցեր ենք նրանք ու միջնորդի հետ կապված, մեզ հակադարձում են, արդյոք Ռուսաստանը չեզոք միջնորդ է, ընդգծելով, որ դա ավելի շատ Ադրբեջանի ձեռնտու տարբերակ է, որովհետև Ռուսաստանը կարող է Ադրբեջանի դիրքերից հանդես գալ։ Եթե Հայաստանում այսպիսի ընկալում կա Ռուսաստանի հետ կապված, երբ որ ասում եք հարաբերություններ վերականգնել, ինչպես է պատկերացնում այդ հարաբերությունների ստեղծումը, այսինքն երբ որ Ռուսաստանը իմիջիալոց հիշեցնեմ վերջերս ազգային ժողովի նախագահ ասում էր, որ նոյեմբերի 9-ին նա Ռուսաստանում էր եւ գնացել էր ընկել էր նրանց ոտքերը, որպեսզի կանգնեցնեն պատերազմ, բայց չկանգնեցրին։ Այսինքն երբ որ կա այս ամեն ինչը, այս ամեն ինչով հանդերձ դուք ինչպես եք պատկերացնում այդ հարաբերությունների վերակառուցումը, այսինքն արդյոք Ռուսաստանը այս ամենից հետո նախ այնպես կվերաբերվի Հայաստան, ինչպես դուք եք նշում, եւ արդյոք Հայաստանում նաեւ հանրության տեսանկյունից կլինեն արդեն այնպիսի տրամադրություններ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի առաջնային կհամարվեն, քան օրինակ ինչպես Եվրոպայի հետ կապված։ Դուք սկսել եք մի թեզից, որպես դա ճշմարտություն, ասում եք Ռուսաստանը մեզ չպաշտպան է, չպահում եմ իշխանությանը տեսակետները։ Ուրեմն իշխանության թեզը, այսպես կոպիտ ասած, եւ այդ սխալ թեզի վրա արդեն կառուցվում է հարց։ Սա շատ բարձ հնարք եմ ես տեսնում սրա մեջ։ Այդ ոնց եղավ, որ Ռուսաստանը 91 թվից մինչև 23 թիվը կամ 23 թիվը որպես գործընկեր լավներ, հետո հանկարծ վատաց։ Ես այդպիսի պրետենզիա 10 տարի նախագահ եմ եղել, ես չեմ կարող այդպիսի պրետենզիա։ Ինչ լուրջ հարց եղել է, մենք քննարկել ենք եւ ամեն մեկը իր մասով 100%-ով կատարել ենք։ Նաեւ մեր անվտանգային հարցերի հետ կապված։ Բայց հիմնական սպառազինության ծավալը եւ այլ չեմ ուզում նույնիսկ դրա մեջ մտնել։ Ինչ պայմանավորում ենք 100%-ով արվում։ Հիմա ինչ փոխվեց մի օրում, ի փոխվեց։ Կամ 20 թվականի պատերազմը ով էր կանգնեցրել։ Հասկանաքում միջնորդություն։ Ես գիտեմ ինչ դժվարությամբ են դա արվել։ Հոկտեմբերի 18-ին 20 թվականին ով էր առաջարկել, ով էր կանգնեցնում, մենք հրաժարվեցինք, չէ՞։ Մենք շատ հստակ մեր Հայաստանի վարչապետը ասեց չէ կկռվենք, չենք կա։ Որ իրեն դավաճան չասի։ Դա էլ ենք գցում ռուսի գրպանը։ Դե լավ հերիք ենք։ Այդ աստիճանի մենք բան չպետք է այդ մանիպուլյացիա ենթարկվելու ուղղակի ոչ արդար է։ Ну, բացի արդարությունից միգուցե քաղաքականության մեջ արդարություն բառը այդքան լավ չի, բայց ոչ արդար է, ոչ էլ համապատասխանում է իրականությանը։ Խի ամեն ինչը փոխվեց։ Որտեվ մենք համարել ենք, որ Ռուսաստանը 2000 խաղապահուն է Ղարաբաղում, այն դու, այն Ղարաբաղը, այն Ադրբեջանը։ Գնացեք իրար ոնց ուզում եք պայմանավորենք, ես ձեռքերս լվանում եմ, ես ստանում եմ աշխարհաքաղաքական խաղերի ազատություն, ինչ ուզում անում եմ։ То есть սա չի կարող անհետևանք չլինի։ Ռուսաստանն էլ այդ պարագայում պետք է մտածի։ Այս Հայաստանը ոնց որ ուրիշ տեղ գնում, մեր գործընկերը չի, մենք փորձենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները ավելի խորացնենք, որ այս տարածաշրջանում մեր ներկայությունը չկորցնենք։ Շատ բնական, այսպես ասենք,
ազգային իրենց պետական շահերից բխող քայլեր են անում։ Մեզ դուրս չի գալիս։ Մենք էմոցիոնալ սկսում ենք մանանալ։ Մենք ինքներս մեզ չենք նայում, ասում ենք լավ, պատճառը հետևանքային կապը ո՞րն է։ Սկզբից ինչ է եղել, հետո ինչ է եղել։ Այստեղ ավելի շատ ոչ թե ճշմարտության հարց, ավելի շատ իրենք կեղծ թեզ են առաջ բերում եւ ամբողջ քարոզչա մեքենան փորձում են այդ ուղղությամբ աշխատացնել։ Հիմնական նպատակը Ռուսաստանի նկատմամբ սերմանել անվստահություն։ Հակառուսական տրամադրություններ զարգացնել այստեղ։ Հիմա դա ում է պետք այսօր։ Մենք տեսնում ենք, չէ՞, որ աշխարհում մեկ փորձում են դա անել ու հաջողության չեն հասնում։ Ասում են հապկը չեկավ մեզ օգնության, Ռուսաստանը դիրքորոշում չհայտնեց, որ օկուպացրեցին մեր տարածքները։ Այ հապկի նկատմամբ ես վերաբերմունքը նաև հրապարակային է ասել։ Հապկի երկրների հետ, բոլորի հետ Ադրբեջանի հարաբերությունները ավելի լավն են, քան Հայաստան։ Հապկով չի, որ մենք պետք է այդ հարցը լուծեինք։ Մենք հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ պետք է այդ հարցերի լուծումը տայինք։ Էստոնիայից այսօր շատ խոսացինք, Էստոնիան 1 միլիոնանոց երկիր է, 1.200.000։ ՆԱՏՕ-ի անդամ։ Այդ բարձ չէ, որ ՆԱՏՕ-ի ողնաշարը Միացյալ Նահանգներն է։ Ուղղակի ողնաշարն է։ Եվ եթե անվտանգային հարց է կա, Էստոնիան չի գնում Լատվիայի հետ քննարկի կամ ֆինների հետ։ Էստոնիան այդ հարցը պետք է քննարկի Միացյալ Նահանգների հետ։ Եվ որոշիչ ձայնը եւ ասած որոշումը կայացնող լինի այո Միացյալ Նահանգները։ Հիմա երբ հապկ եք ասում, ասած մի անգամից այդ Լուկաշենկոյի պատկերն են կապում հապկի հետ, հապկը մեզ չօգնեց։ Դու հապկի ողնաշար երկրի հետ դու այդ հարաբերությունները փչացնում ես, հետո ասում ես հապկը չի չօգնեց։ Ախի դեպ։ Դու ինքդ ասում ես սարի համար ես չեմ կռվելու։ Դեպքը պատահեց այդ սահմանի վերաբերյալ, ասում ես հապկը ինձ չօգնեց։ Հապկը օգնելու համար ամենան դեպս պրոցեդուրա պետք է լիներ եւ 1-2 ամիս պիտի տևեր։ Հիմա դու պիտի մի 2 ամիս կռվեիր, որ նույնիսկ այդ սա պրոցեդուրայով հասնեին ինչ-որ մի բան անեն։ Դու եթե քո հողի համար չես կռվում, ոչ մեկը քո համար չի կռվել։ Պատճառները առաջերտին պետք է փնտրել այս Պարոն Քոչարյան, Ռուսաստանը որևէ կերպ այս ամբողջ իրավիճակում մեղքի բաժին չունի։ Մեղքի բաժին գիտեք, երևի կարող է Ռուսաստանը ինչ ասել։ Ասել դե լավ, ընդ ինչ որ հիմարություններ են անում, օրինակ իշխանությունները։ Բայց քանի որ հայ ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է, արի այդ հիմարությունները չնայեք, մենք ինչ որ մի բան անենք։ Մենք սա ենք ակնկալում Ռուսաստանից։ Միջպետական հարաբերությունները այդպես չեն աշխատում Ռուսաստանում։ Չեն աշխատում այդպես։ Մենք ասած նեղված ինչ որ կողմի բան ենք, կեցվածք ենք ընդունել, միջդեռ այդ նեղված կողմի կեցվածքը պետք է ընդունել Ռուսաստանը։ Պրահայում ստորագրած փաստաթղթից հետո։ Որտեվ միջնորդական դերը Ռուսաստանի զորացրել ենք։ Զորացրել ենք, հետո ասում ենք, արի դու ոչ թե միջնորդ եղիր։ Դու ես զորացնում եմ քո միջնորդական դերը, բայց դու միջնորդ եղիր Ղարաբաղի հարցով Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև։ Այդի մանդատ Ռուսաստանը չունի։ Ժամանակին յակի մանդատ ուրիշ մանդատ։ Հիմա այդքանը պետք է բացատրել, պետք է մարդկանց հետ խոսել։ Վերջին տարիներին միշտ ինչ-որ տերմիններ կամ նշանակություններ կան, որոնք դեֆորմացված ընկալում ունեն, հասարակության մոտ։ Նախ այս իշխանությունների շնորհիվ հանրությունը սկսեց ակտիվորեն քննարկել մարդիկ անգամ խոհանոցներում դելիմիտացիա, դեմարկացիա, որ ընդհանրապես պիտի չքննարկեն, դա իշխանության անելիքն է։ Մյուս կողմից մարդիկ հիմա դելիմիտացիա եւ դեմարկացիա անցալում են այսպես. Ադրբեջանը ուզում է, մենք տալիս ենք։ Ադրբեջանը ուզում է, մենք տալիս ենք։ Տավուշի մարզում այդպիսի դելիմիտացիա, դեմարկացիա, շաքերտներում են վերցրել եւ հիմա ասում են էլի պիտի Տավուշի մարզում լինի, չնայած իշխանությունների պնդումներին, որ այ մենք տալիս ենք, հետո իրենք կտանեն ինչ-որ մեզ է պատկանում, ըստ սովետական քարտեզների դա տեղի չունեցավ։ Նա պարզվում է, որ էլի մենք պիտի տանք։ Եվ ժողովուրդը չի սխալվում, երբ այդ տերմինը իշխանությունների շնորհիվ նման կերպ է ընկալում։ Դուք ինչպես եք այս հարցի լուծումը տեսնում, հաշվի առնելով այն, որ այնուամենայնիվ անկախ հանգամանքից ովքեր են մեղավոր, ով ինչ արեց, ով ինչ չարեց, մենք պատերազմում պարտվել ենք
եւ Ադրբեջանի դիրքերը ավելի ամուր են եւ Ադրբեջանը այս հարցերը առաջ է բերել։ Ենթադրենք իշխանություն է փոխվում, բայց Ադրբեջանը իր պահանջները շարունակում է պահպանել, որ ես այսպես եմ պատկերացնում դեպի։ Եթե իշխանությունը փոխվի եւ շարունակի նույն քաղաքականությունը, նույն արդյունքն է։ Մենք միջև այսօր Ինչ պետք է անել, որ նույնը այս պահ ինչ խոսում ենք, մենք պետք է մեր կշիռը մեծացնենք։ Եթե քո կշիռը չմեծանա, նույնն է լինում։ Իսկ կշիռը մեծացնելը ես ուղղակի տարբերակները ասացի որն է։ Առաջինը ներսում արդյունավետ կառավարում, տնտեսական զարգացում, բանակի վերականգնում։ Ես ընտրությունների ժամանակ ասում եմ, որ 3-5 տարի ապետ բանակը վերականգնել։ Հիմա 4 տարի անցել է։ Ինչ արել, ոչինչ։ Հենց դու քեզանից մի բան ես ներկայացնում եւ դու նաեւ գործընկեր ես ունենում, որը քեզ վստահում է եւ որը կշիռը ավելացնում ընդհանրապես քեզ այս տարածաշրջանում, քո խոսքը ավելի ծանր է։ Դու ի վիճակի ես լինում քո շահերը ավելի հետևական հետապնդել։ Հիմա դա չկա։ Հիմա աշխարհաքաղաքական որփի կարգավիճակով այս իշխանությունը փորձում է ինչ-որ հարցեր լուծել։ Հիմա որփերը ոնց պիտի հարցը լուծեն։ Լավ, մենք բարձ կյանք վերցնենք։ Դու շրջապատ ունես ձեր փողոցում, կոպիտ ասած, մենք ընդհանրապես չունի ոչ մեկի հետ ոչ ընկերություն անում, ոչ բարեկամություն անում, ոչ բան անում։ Որ նեղն անգամ կողքին մարդ չկա։ Նա մոտավորապես նույն բանը, նույն վիճակը դու բեր միջպետական հարաբերություններ։ Այդ ՆԱՏՕ-ն ինչի համար են ստեղծել, այդքան պետություններ ինչի համար են եկել։ Իրար ինչի համար են աջակցում։ Ուրեմն ինչու շահեր ունեն, չէ՞ հաշվարկում են, կամ նույն ՀԱՊ-ը ինչի համար է ստեղծել։ Կենտրոնական Ասիայի երկրները ինչի համար մտել ՀԱՊ-ի մեջ ժամանակ։ Որտեղ Աֆղանստանից վտանգը իսկապես մեծ էր այն ժամանակ։ Սահմանային միջադեպերը շատ էին։ Եվ իրենք փորձել են չեզոքացնել ՀԱՊ-ի անդամ լինելով։ Հիմա այդպես է աշխատում, ամեն միջազգային հարաբերությունները։ Հիմա մենք ուզում ենք իսկապես այդ որփի աշխարհակական կարգավիճակով խնդրելով ինչ որ հարցեր լուծել, չի լուծում։ Միշտ նման կարգավիճակում քո հաշվին է հարցերը լուծվելու։ Դու մենյուի մեջ ես, դու սեղանի շուրջ ես։ Այսօր Հայաստանը մենյուի մեջ է։ Հեսա է պետք փոխել։